Շփման գծում հաստատված համեմատաբար հանգիստ վիճակը այսօր կրկին խախտվեց։ Դիպուկահարի կողմից արձակված կրակոցից զինծառայող է զոհվել։ Արհամարանք ԵԱԿ Միսկի խմբի համանախագահների ջանքերին եւ մարտահրավեր միջազգային հանրությանը ամփոփիչ մամլո ասուլիսով է հանդես եկել Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարը։ Ադրբեջանը կոչ է անում ակտիվացնել աշխատանքները բանակցային սեղանի վրա գտնվող առաջարկների վրա փոխելու համար Ղարաբաղյան հակամարտության ստատուս քվոն։ 2017 թվականին պետության պարտավորություններն աղետի գոտու նկատմամբ ամբողջապես կավարտվեն։ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի ամփոփիչ մամլո ասուլիսը։ Ընտրական գործընթացների հետ կապված խախտումների փաստերով 2015 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ քննվում է 23 քրեական գործ։ Ռուսաստանը կոչնչացնի պատժամիջոցների ցուցակում հայտնված թուրքական եւ ուկրաինական արտադրանքը։ Ուկրաինան իր հերթին Ռուսաստանին սպառնում է պատասխան պատժամիջոցներով։ Վերջին երկու օրերի ընթացքում Ղարաբաղի ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հաստատված համեմատաբար հանգիստ վիճակը այսօր կրկին խախտվեց ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությամբ դեկտեմբերի 25-ին ժամը 13-ի սահմաններում։ Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի զինծառայող 1997 թվականին ծնված Կարեն Սիսակի Աքուլյանը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։ Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը բացահայտ արհամարանք է ԵԱԿ Միսկի խմբի համանախագահների ջանքերին եւ մարտահրավեր միջազգային հանրությանը։ Այս մասին այսօր ասել է Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը տարեկան ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ։ Ղարաբաղի արտգործնախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ այդ համատեքստում Միրզոյանը կարևորել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների անհապաղ մշակումը եւ իրագործումը, ինչը նրա թույլ կտա բացահայտել հրադադարի ռեժիմի իրական խախտողին, իդեմս Ադրբեջանի եւ խուսափել հակամարտության կողմերին ուղղված անհասցե կոչերից։ Միրզոյանը կարևորել է նաեւ տեղեկատվական ոլորտում իրականացվող աշխատանքները, նշելով, որ Ղարաբաղի արտգործնախարարությունը եւ Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչությունները հետեւողական գործունեություն են ծավալում Ղարաբաղի մասին օբյեկտիվ եւ հավաստի տեղեկատվություն տարածելու ուղղությամբ, այդ թվում նաեւ մամուլի եւ սոցիալական ցանցերի միջոցով։ Ղարաբաղի արտգործնախարարը անդրադարձել է 2016 թվականի Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության առաջնահերթություններին, նշելով, որ Ադրբեջանի եւ Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը եւ Ղարաբաղի միջազգային ճանաչումը մնալու են Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ուշադրության կենտրոնում։ Ադրբեջանը կոչ է անում ակտիվացնել աշխատանքները բանակցային սեղանի վրա գտնվող առաջարկների վրա փոխելու համար Ղարաբաղյան հակամարտության ստատուս քվոն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։ ԵԱԿ Միսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներն ու արտգործնախարարները քանիցս հայտարարել են ստատուս քվոյի անթույլատրելիության մասին եւ այն պետք է փոփոխվի, ասել է նա։ Խոսելով հրադադարի ռեժիմի խախտումների մասին, Մամեդյարովը հայտարարել է, որ շփման գծի երկայնքով եւ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտումների դեպքերն իսկապես երբևէ չեն դադարել եւ պատերազմը շարունակվում է ավելի քան 20 տարի։ Այսօր հրավիրված ամփոփիչ ասուլիսի ժամանակ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը տեղեկացրեց, որ աղետի գոտու բնակապահովման պետական ծրագիրը մոտեցել է ավարտական փուլին, քանի որ ծրագրի շահառու 5363 ընտանիքից 4398-ը կամ ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների թվի 82%-ի բնակարանային խնդիրը լուծվել է 2008-ից 2014 թվականների ընթացքում, որոնցից 605 ընտանիքինը ֆինանսական աջակցության, իսկ 3793-ը բնակելի տների հատկացմամբ։
2015 թվականի դրությամբ լուծված չէ ծրագրում ներգրաված 965 ընտանիքի բնակարանային խնդիր, որոնցից 43-ի համար կառավարության որոշմամբ արդեն գումարներ հատկացվել են Շիրակի և Լոռու մարզպետարաններին, իսկ մոտ 287 ընտանիքի լուծման նպատակով միջոցներ նախատեսված են 2016 թվականի բյուջեով։ Նախարարն ասում է, որ մնացած 635 ընտանիքի բնակարանային խնդիրները լուծվելու են 2016-ից 2017 թվականների ընթացքում։ Աղետի գոտում ինչքան որ փլուզվել են շենքեր, նույն մակերեսով շենքեր այս տարիների ընթացքում կառուցվել են։ Այսինքն դա ընդունեք որպես փաստ։ Երկրորդը, ինչ պատճառով է ուշացել, հայտնի է, այսինքն դա զուտ կապված է սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ։ Ամեն դեպքում 2017 թվականին պետության պարտավորությունները աղետի գոտու նկատմամբ ամբողջապես կավարտվեն։ Նախարարին հիշեցրեցինք, որ նման վերջնաժամկետներ կառավարությունը մեկ անգամ չէ, որ նշել է եւ եթե դրանք համապատասխանեն իրականության, ապա Գյումրիում այլևս անօթևաններ չէին լինի։ Ապա խնդրեցինք մասնավորեցնել, թե կոնկրետ ովքեր են պատասխանատու նախանշված ժամկետները չպահպանելու համար։ Ասենք կառավարությունը, որ ֆինանսական միջոցներ չի հատկացրել, թե կառուցապատող ընկերությունը, որ արդյունավետ չի օգտագործել դրանք։ Նախարարը սակայն ընդհանրական պատասխանեց, պարզվեց խնդիրը սոցիալ-տնտեսական է, ապա հստակեցրեց նախանշված նոր վերջնաժամկետները։ Ինչ վերաբերվում է Ախուրյանին, ապա 16 թվականի բյուջեում ենք սա արդեն ներառել, մենք ուղղակի ներառած է եւ կլուծվի Ախուրյանի բոլոր խնդիրները, այսինքն կիսակառույցը կավարտվի եկող տարի ամբողջությամբ։ Ես նույնիսկ հույս ունեմ, որ դա կավարտվի մինչև սեպտեմբեր, այսինքն արագ դա կարվի, այդ 3 բնակելի շենքերը, որտեղ եթե չեմ սխալվում 104 ընտանիքներ կան, եւ եւս 33 ընտանիքներ Ախուրյանում 4-րդ շենքի փոխարեն կստանան բնակարանների գնման վկայագրեր, որը եւս բյուջեում ներառված է։ Այսինքն սա ուղղակի խոսքեր չեն, արդեն բյուջեում կա եւ անմիջապես Ախուրյանի խնդիրը կլուծվի։ Գալայի հաջորդ հարցին, թե ինչ է լինելու այն ընտանիքների հետ, որոնց նկատմամբ իրավական տեսանկյունից պետությունը պարտավորություն չունի, բայց դե ֆակտո այդ ընտանիքները երկրաշարժի հետևանքով շարունակում են ապրել տնակներում, նախարարը պատասխանեց, որ կառավարությունում մտահոգված են այս խնդրով, որ ուսումնասիրություններ են կատարել, միևնույն ժամանակ ավելացրեց։ Ոչ միայն Գյումրիում եւ ոչ միայն Աղետի գոտում կան բնակարանի կարիք ունեցող մարդիկ։ Ամբողջ Հայաստանում դա կան եւ սոցիալական ապահովության նախարարությունը ունի այդ ամբողջ տվյալները, այսինքն դա կապ չունի Աղետի գոտու ընդհանրապես գաղափարի հետ։ Հայաստանում բոլոր վթարային շենքեր կան եւ Եղեգնաձորում, եւ Ապարանում, եւ Սիսիանում, եւ Երևանում, եւ Գյումրիում, Վանաձորում, միայն 4-րդ կարգի, 3-րդ կարգի վթարային շենքեր շուրջ 100 հատ կան եւ Վանաձորում եւ Գյումրիում, այսինքն այդ խնդիրը ամբողջ Հայաստանի խնդիրն է։ Լրագրողներից մեկը նախարարից հետաքրքրվեց նաև արտաքին գործերի նախարարության շենքի հետնամասում կառուցվող բարձրահարկ շենքից, որն աղճատում է կենտրոնական հրապարակի տեսքը։ Ինչու է նման բարձրահարկ շենք կառուցվելու թույլտվություն տրվել եւ ճիշտ են տեղեկությունները, որ կառուցվող բիզնես կենտրոնը պատկանում է վարչապետ Հովիկ Աբրամյանին։ Հարցին նախարարը պատասխանեց. Կարծում եմ, որ ճիշտ հասցեով չեք դիմում։ Այդ հարցը պետք է դիմեք ուրեմն տեղական ինքնակառավարման մարմիններին, բայց ես ասեմ այնքան ինչքան ես եմ տեղակ, որ դա միանշանակ ոչ մի կապ չունի վարչապետի ոչ իր ընտանիքի հետ։ Հատուկ քննչական ծառայությունը վարույթ է ընդունել դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում մի շարք ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքները կեղծելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը։ Հանրաքվեի արդյունքները կեղծելու դեպքերի առթիվ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում, ինչպես նաև գլխավոր դատախազության դատախազի կողմից քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով հարուցված թվով 9 քրեական գործերն ընդունվել են հատուկ քննչական ծառայության վարույթ, ասված է հաղորդագրությունում։ Հատուկ քննչական ծառայությունում ընտրական գործընթացների հետ կապված խախտումների փաստերով 2015 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ քննվում են 23 քրեական գործեր։ Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է, ասված է հաղորդագրությունում։